Կիրակի օրով իրարանցում է խորհրդարանի բակում եւ միջանցքներում մեկնարկել է 9-րդ գումարման ազգային ժողովի անդրանիկ նիստը։ Դահլիճ են մտնում Հայաստանի ամենամեծ ընդդիմադիր ուժի Ուժեղ Հայաստան խմբակցության падգամավորները։ Խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը վստահեցնում է, թեև նոր ուժ են, բայց անելու են ամեն բան Հայաստանում փոփոխության հասնելու համար։ Եվ նոր ուժ ենք եւ պետք է ձևաչափերով հասկանանք, թե ոնց ենք ազգային ժողովի վարկանիշը փոխում, ոնց ենք ուժ ձևավորում այնպիսի, որը կկարողանա Հայաստանում որակական փոփոխություն անել։ Խորհրդարանի անվտանգության սարքավորման մոտ իրենց հերթին են սպասում նաև ԱԺ Հայաստան խմբակցության падգամավորները։ Ներսում արդեն իրենց տեղերն էին զբաղեցրել ԿՊԱ-ականները։ Նիստը սկսվում է ուղիղ 10:00-ին։ Այն վարում է խորհրդարանի տարիքով ամենաավագ падգամավոր իշխանական Կնյազ Հասանովը։ Դեռ չէր էլ հասցրել կարդալ անելիքների հերթականությունը, երբ ընդդիմադիրները սկսեցին վեհափառի բացակայության պատճառը հարցնել։ Կնյազ Հասանովը պատասխան չուներ։ Որպես տարիքով ավագ падգամավոր իմ իրավունքների մեջ դա չի մտնում, որ ես այսօր ձեր ասեմ։ Հաջորդիվ падգամավորների երթվելու հերթներ։ Ընդդիմադիրները ոտքի չկանգնեցին ԿՊ-ի գրած երթման տեքստը հնչեցնելու ժամանակ։ Երթվում եմ։ Ընդդիմության ոտքի չկանգնելու պատճառը մեկն է։ ԿՊ-ն տեքստից հեռացրել է համազգային նպատակներ ձևակերպումը, մի բան, ինչը ֆիքսված է Հայաստանի անկախության հռչակագրում։ Նոր խորհրդարանն առաջինը պետք է ընտրի ԱԺ նախագահ։ Միակ տեխնացում ԿՊԱ-ական Ռուբեն Ռուբինյանն է։ Թուրքիայում կրթություն ստացած ԱԺ նախագահի տեխնացուից ընդդիմադիրներն են հետաքրքրվում։ Թուրքիայում սովորելու ժամանակ շփվել է թուրքերի հետ, թե ոչ։ Թուրքիայում սովորելու ժամանակ, այսպես ասած ֆելոշիփի շրջանակներում, ազգությամբ թուրքերի հետ շփվել եք թե ոչ։ Ռուբինյանի պատասխանն այո է։ Կարող եք հայտարարել եւ երաշխավորել, որ ձեր իշխանության տարիներին որևէ պարագայում, որևէ պատրվակով եւ որևէ դեպքում Տիգրանաշենը չեք հանձնել։ Օպտիմալացում տեսականորեն նշանակում է, երբ որ օրինակ կողմերը որոշում են փոքրիկ սահմանազատման շրջանակներում ինչ-որ փոքրիկ փոփոխություններ անել։ 38 падգամավոր այսօր հերթագրվեց ելույթի համար։ ԿՊԱ-ականները ավետեցին իրենց բերած իբրև թե խաղաղության մասին, որն ապացուցող պայմանագիրը չկա ու չկա։ Ընդդիմադիրները իշխող ԿՊ-ին դարձյալ հիշեցրին, Հայաստանը կանգնեցրել են Ալիևի հերթական պահանջները կատարելու խնդրի առաջ։ Ես եկել եմ այս ամբիոն, որպեսզի ասեմ այն, ինչի համար եւ ինչի մասին մեր հասարակությունը ուզում է ճչալ, բայց չգիտի ինչպես։ Ռազմագերիների նկարները շապիկին, հատ-հատ, նրանց անուն ազգանունները թվարկողը Ուժեղ Հայաստան խմբակցության падգամավոր Սյուզաննա Ավետիսյանն է։ Այդ խմբակցությունից Էդգար Ղազարյանն էլ ԿՊԱ-ականներին հիշեցրեց Արցախի եւ Հայաստանի համար իրենց կյանքը տված հայորդիների մասին։ 9-րդ գումարման Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում հայտարարվում է լռության րոպե։ Ղազարյանը ստիպեց ԿՊԱ-ականներին ոտքի կանգնել եւ 1 րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը։ ԿՊԱ-ականները չուզենալով, բայց այնուամենայնիվ ոտքի կանգնեցին։ Մեկ այլ ԿՊԱ-ական էլ չէր ուզում պատասխանել լրագրողների հարցերին։ Լրագրողներից ճողոպրողը ԿՊԱ-ական ամսական $10,000 աշխատավարձ ստացող Հայփոստի տնօրենի ամուսինն է, Հայկ Կոնջորյանը։ $10,000 աշխատավարձ ստանում ըստ հրապարակումների։ Դուք հաստատում եք այդ տեղեկությունը։ Օրվա վերջում ազգային ժողովի Ուժեղ Հայաստան եւ Հայաստան խմբակցությունների падգամավորները ուղևորվեցին ուղիղ Մայրաթոռ ստանալու իշխանության կողմից ազգային ժողովի անդրանիկ նիստին չհրավիրված ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը։